Ողնաշարային ճողվածքների դեպքում այսօր սխալ բուժումների հետևանքով շատ մարդիկ են տառապում, հատկապես նաև նշեմ, որ ինքնաբուժությամբ զբաղվողների մեջ է հետևանքները ծանր ավելի շատ։ Ինչ է պատճառը։ Առաջինը, որ ողնաշարի պրոտրուզիաների թեկուզ ճողվածքների դեպքում բլոկադա անելը դա հավասար է ինքնաոչնչացման, այսինքն ինքնաոչնչացման process-ը այդպիսով միացվում է։ Բլոկադան ինքը իրենով, նույն դիկլոֆենակով եւ տարբեր տեսակի չեմ ուզում այդ բոլոր պրեպարատների անունները նշել։ Ինչ է կատարվում։ Բլոկադայի ժամանակ կատարվում է սիմպտոմատիկ ճնշում, այսինքն ճնշում է ախտանիշները հիվանդության, այսինքն մարդը ցավը չի զգում կամ թուլանում է ցավը, բայց բարդանում է ներքին հիվանդությունը եւ նույն ձևով բարդանում է ողնաշարային խնդիրների վիճակը, այսինքն եթե խնդիրներ կար, օրինակ եթե կար ճողվածք բլոկադա արեցին ամեն տարի կամ ամեն կես տարի մեկ կուրսով անում են շատերը ու նույնիսկ կան մարդիկ, ովքեր համարձակվում են իրենց նշանակեն որոշակի պրեպարատներ ու սրսկեն։ Ինչ է կատարվում։ Այդ դեպքում սկավառակների քայքայման զուգընթաց սկսում են քայքայվել ողերը, կոմպրեսիա առաջանում, այսինքն սիմպտոմատիկ առումով մարդը հնարավոր չի զգում, բայց ներքին հիվանդությունները բարդանում են։ Դրա հետ մեկտեղ ամբողջ օրգանիզմի պրոցեսներն է խախտում։ Եվ բլոկադան որպես կանոն կամ սիմպտոմատիկ բուժումը ողնաշարային հիվանդությունների դեպքում բերում է հասցնում մի վիճակի, այսինքն 5 տարի 6 տարի, որ նույնիսկ մարդուն հետ բերել բուժելը դառնում է գրեթե կամ անհնար կամ շատ դժվար։ Հիմնականում պետք է հասկանանք, թե ճողվածքները ինչից են առաջանում, որովհետև եթե տրավմա չի եղել, ասենք վթար կամ որևէ պատահար, ապա ճողվածքը դա ներքին հիվանդության արդյունք է։ Անհնար է արտաքին ձևով ազդելով հիվանդությունը բուժել։ Օրինակ, եթե գոտկատեղի ճողվածք է, այսինքն 5-րդ ողի մակարդակում գոտկատեղային ողերի նկատի, ապա օրինակ տղամարդկանց մոտ կարող է դա առաջանալ աշակերտի խրոնիկ հիվանդության հետևանքով, կանանց մոտ արգանդի հիվանդությունների դեպքում։ Եթե սկզբնական ողերն են, առաջի երկրորդ ողերը կարող է երիկամների հիվանդություններից առաջանալ, այսինքն սկզբից կոմպրեսիա առաջանում, սեղմում են, հետագայում քանի որ սնուցումը չեն ստանում, սկավառակները գրճիքային մասում քայքայվում են։ Սկավառակները, որպեսզի վերականգնեն, իրենց պետք է ազատ շարժ, այսինքն աշխատանք, այսինքն մարդը քայլելուց, շնչելուց, սիրտը նույնիսկ աշխատելուց, եթե կոմպրեսիա չկա, այսինքն սխմված չեն, մկանները բռնված չեն, ապա սկավառակը ինքը թույլ շարժումներ է կատարում վիբրացիայի ժամանակ, քայլել, շարժվել։ Այդ դեպքում սկավառակի միջի եղած դոնդողանման հեղուկը, այսինքն սխմվելուց եւ բացվելուց այդ հեղուկից օգտակար, այսինքն նյութափոխանակությունը արգասիքներ, այսինքն չպետք է կան նյութերը սկավառակի միջից դուրս են գալիս, որտեղ սկավառակը նաև սպունգի դեր է կատարում, խիտ սպունգ իրեն մեջից դուրս է գալիս, չպետք է կան աշխատանքի ժամանակ եւ սկավառակի շուրջը գտնվող հեղուկ միջավայրից աշխատանքի դեպքում մտնում է պետքական սանդարի նյութերը եւ սկավառակի ներս եւ հեղուկի մեջ։ Երբ որ ներքին հիվանդությունների դեպքում միշտ, եթե ներքին օրգանների հիվանդ են, արտաքին մկանները ողնաշարի սխմում են, բռնում։ Եթե խրոնիկ հիվանդություն է, ապա այդ կոմպրեսիան երկար տարիներ կարող է տևել։ Եվ տարիների ընթացքում, քանի որ սկավառակը ազատ չի շարժվում, չի աշխատում, իր սնուցումը չի կատարում եւ տարիների ընթացքում մաշվում է կոմպրեսիայի տակ եւ մի օր է գալիս, երբ որ
կոտրվում է կամ ուրեմն վնասվում է աշխատանքի ժամանակ, բնական աշխատանքի ժամանակ եւ հեղուկը դուրս է գալիս դոնդողանման հեղուկը։ Ուրեմն որպեսզի այդ վիճակին պացիենտը չհասնի, պետք է ներքին հիվանդությունները բուժել։ Նաև բացի ներքին հիվանդություններից հնարավոր է նաև կալցիումի յուրացման խախտումից այդպիսի խնդիր առաջանալ, կալցիումական աղերի, ֆոսֆորական աղերի խախտումից մետափոխանակության, եւ դա անհնար է լրացնել կալցիումի կարբոնատ խմելով, կամ խանդրաքսին սրսկում են կամ տալիս են ուժեղ, ես շատ դեպքեր եմ տեսել, որ երբ որ շատ է նշանակում կալցիումական միացություններ, կալցիումական թունավոր է պացիենտը ստանում եւ իր ողնաշար ավելի վատ է։ Որպեսզի, այսինքն ոչ թե սննդի մեջ էր կալցիումը քիչ, որ իր մոտ խախտվել էր յուրացումը, այլ սննդի մեջ կար կամ ստամոքսից չէր մտնում արյուն, երկու դեպք է, կամ արյան մեջ իոնները կալցիումի շատ են, բայց բջիջները, այսինքն հյուսվածքների բջիջները չեն ընկալում այդ իոնը, իրենց ռեցեպտորները, այսինքն այստեղ ներքին բարդ խախտումները ոչ թե կալցիումի կարբոնատը մարդը ամեն օր խմեց, նաև կալցիումի յուրացումը կարող է ընկնել վիտամին D-ի սինթեզի, այսինքն վիտամին D-ի յուրացման խնդիրներից հետո։ Այսինքն երբ որ վիտամին D-ն չի յուրացվում, դա էլ չի յուրացվում, եթե լյարդը հիվանդ է։ Ուզում է մարդը թող կիլոներով D3 խմի վիտամին, չի յուրացվելու, քանի դեռ լյարդը առողջ չէ։ Հենց լյարդը առողջացավ, վիտամին D-ն օրգանիզմը սննդից վերցնում է ինչքան իրեն պետք է։ Ավել տալով ու երկարատև թունավորում ենք օրգանիզմը։ Վիտամին D-ն յուղի մեջ լուծված տեսքով է միշտ օրգանիզմը մտնում, որպեսզի վիտամին D-ն սինթեզվի, յուրացվի, լեղի է պետք նորմալ որակի ու քանակի, բայց նորմալ որակի ու քանակի լեղին կախված է լյարդի աշխատանքից, ոչ թե լեղապարկի, այլ լյարդի։ Լեղապարկը նույնպես խախտումները լյարդից են գալի, ոչ թե հակառակը։ Այսինքն այստեղ մի մեծ բարդ կոմպլեքս է, որ պետք է բուժել, այլ ոչ թե դիկլոֆենակ սրսկվելով հարցը լուծվեց, զարմանալին այն է, որ մարդիկ շատերը այդ ճանապարհը բռնելով սիմպտոմատիկ եւ իրականում ավելի շատ գումար են ծախսում, որովհետեւ հետագայում բարդ խնդիրներ առաջանում, նույնիսկ մարդիկ կան, ովքեր վիրահատում են, վիրահատությունը նաեւ նշեմ ճողվածքների դեպքում բարդ հետևանքներ է թողնում հետագայում։ Ու այստեղ ոնց որ մեկի մոտ համեմատած մի քիչ հաջող է ստացվում, մյուսի մոտ ոչ։ Հետագայում բորբոքումներ կարող են առաջանալ, միջնողային կապանների միջև խնդիրներ են առաջանում, լինում է, որ իմպլանտ են դնում, իմպլանտը ընթացքում կալցիֆիկատներ են առաջանում իմպլանտի կողքը, իմպլանտը չի ընդունվում օրգանիզմի կողմից, իմունային հարձակում է տեղի ունենում եւ այլն եւ այլն։ Ճողվածքների դեպքում, եթե նույնիսկ ճողվածքը մեծ է, եթե ճիշտ բուժում արվի, ճողվածքի չափը կարելի է փոքրացնել մինչև 0.3 սանտիմետր, այսինքն 3 մմ։ 3 մմ-ի դեպքում ճողվածքը օրգանիզմին չի խանգարում, այսինքն մարդը կարող է նորմալ ապրել, բայց որոշակի ճիշտ է սահմանափակումներով, այսինքն պետք է սննդակարգին հետևի եւ տրավմաներ չպետք է լինեն։ Բայց ամեն դեպքում ճողվածքների դեպքում հնարավոր է պացիենտին օգնել առանց վիրահատության եւ եթե ճիշտ բուժում է կատարվում, հետագայում լինում է, որ օրգանիզմը այդտեղ ոսկրացման process է միացնում եւ հետագայում մարդը ավելի հանգիստ է ապրում։ Պրոտրուզիաների դեպքում, երբ սկավառակը դեռ, այսինքն դեռ հեղուկը սկավառակի ներսում է, այսինքն կոտրված չէ, բայց արդեն այտուց կա, արդեն բորբոքում կա, դա ավելի հեշտ է բուժել։ Որպես կանոն, երբ որ դեռ պրոտրուզիայի շրջանում, այսինքն նախնական դիսկի օրգանական փոփոխության նախնական ստադիայում դեռ հնարավոր է հետ բերել վերջնականորեն կամ գոնե 95%-ով բուժել։ Բայց երբ որ արդեն ճողված կա, հնարավոր է փոքրացնել չափերը եւ այդ դեպքում մարդուն չի խանգարում։
Այսինքն այստեղ պետք է հասկանանք, որ սիմպտոմատիկ բուժումը կարճատև ոնց որ ցավը զրկես, ցավազրկումը, այդ որ ասում են դիքլոֆենակը հակաբորբոքիչ է, դա ինքնախաբերություն է որոշակի չափով, դա բլոկադա է անում, այսինքն ռեֆլեկտոր կապն է խզում եւ սիմպտոմը ախտանիշը ճնշում։ Ցանկացած իմ խելացի բժիշկ եւ խելացի պացիենտ չի ընտրում սիմպտոմատիկ բուժում, եթե հիվանդությունը անբուժելի չէ։ Անբուժելի դեպքում պալիատիվ, ոչ թե էլի սիմպտոմատիկ, այլ պալիատիվ միջոցներ են անհրաժեշտ, որոնք օգնում են պացիենտին։ Բայց բուժվող, որը որ հնարավոր է բուժել, այսինքն եւ հիվանդություններից շատերը մեծ մասը լինում է բժշկել, սիմպտոմատիկ բուժումը դա ինքնաոչնչացման ճանապարհ է եւ դա մեծ վնաս է եւ պացիենտին եւ հանրապես բժշկությանը։ Առողջ եղեք։